Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Թրամփը հայտարարել է մոտորես վերջնական որոշում կկայացնի Իրանի եթերադադար երկարաձգման վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շուրջ, սակայն կողմերի միջև դեռ պահպանվում են լուրջ տարաձայնություններ։ Առաջարկվող համաձայնագիրը նախատեսում է ապրիլի սկզբին ձեռք բերված հրադադար երկարաձգումը ևս 60 օրով, որպեսզի բանակցողները կարողանան մշտական խաղաղ համաձայնության հասնել։ Թրամփը հայտարարել է Իրանը պետք է համաձայնի երբեք միջուկային զենք չունենալ եւ անհապաղ բացի Հորմուզի նեղուցը առանց վճարների եւ սահմանափակումների։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, թե համաձայնություն չկայանա, Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել ռազմական հարվածների Իրանի դեմ։ Նա նշել է ամերիկյան զինված ուժերի զինամթերքի պաշարներ լիովին բավարարեն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ամբողջ աշխարհում գործողություններ իրականացնելու համար։ Հեքսեթը ընդգծել է, ԱՄՆ-ն կարող է միաժամանակ զբաղվել եւ Իրանի եւ Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մարտահրավերներով։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները արագացնում են պաշտպանության արդյունաբերության զարգացումը եւ շուտով մի քանի անգամ կավելացնի զինամթերքի արտադրությունը։ Վիետնամի նախագահ Թո Լամը հայտարարել է, Չինաստանի հետ ամուր հարաբերությունները կարող են նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։ Նա ընդգծել է, Վիետնամը չի ընտրում կողմերով ձգտում է պահպանել լավ հարաբերություններ ինչպես Չինաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ։ Լամի խոսքով Չինաստանի երկխոսության պահպանումը կարող է օգնել լուծել հարավ-չինական ծովի շուրջ առկա տարածքային վեճերը։ Նա վերահաստատել է, Վիետնամը ցանկանում է բոլոր տարաձայնությունները կարգավորել միջազգային իրավունքի, մասնավորապես ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի հիման վրա։ Իրանն ու ԱՄՆ-ն քննարկում են հրադադար երկարաձգումը, որպեսզի կարողանան սկսել բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Չնայած Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի ուրանի հարստացման ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել կամ լրջորեն վնասվել է, բարձր հաստատած ուրանի զգալի պաշարները գնահատականների պահպանվել են։ Հենց այդ պաշարներն են համարվում Վաշինգտոնի գլխավոր մտահոգությունը առաջիկա բանակցություններից առաջ։ Թրամփը հայտարարել է, Իրանը պետք է համաձայնի հողի տակ մնացած հարստացված ուրանի դուրսբերմանն ու ոչնչացմանը։ ԱՄՆ թերթաքարային նավթի արտադրողները պատմական նվազագույն մակարդակի են հասրել չավարտված հրատանցքերի պաշարները, ինչը սահմանափակում է արդյունահանման արագաճի հնարավորությունները։ Իրանի շուրջ հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցի աշխատանքների խափանումները ստիպել են ԱՄՆ-ին մեծացնել նավթի արտահանումը Եվրոպա եւ Ասիա։ Արդյունքում ամերիկյան նավթային պաշարները մեկ շաբաթում նվազել են 12.4 միլիոն բարելով, հասնելով 2025-ի հունվարից ի վեր ամենացածր մակարդակին։ Համասը հայտարարել է, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը Գազայի տարածքում վերահսկողության ընդլայնման մասին վտանգավոր էսկալացիա է։ Նեթանյահուն հայտնել է, Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքը կարող է աճել մինչև Գազայի շուրջ 70%, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Համասը Նեթանյահուի հայտարարությունը որակել է որպես էթնիկ զտումների եւ պաղեստինցիների հարկադիր տեղահանության ծրագիր։ Ռուսաստանի հարավային շրջանների իշխանությունները հայտնել են ուկրաինական անթոյաչու սարքերը հարվածել են Տագանրոկի նավթահանգստին եւ Արմավիրի նավթաբազային։ Ռոստովի մարզի ղեկավարի խոսքով նավահանգստում եւ նավի վրա բռնկված հրդեհները մարվել են, իսկ նավթի արտահոսք չի գրանցվել։ Հարձակման հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 127 անօդաչու սարք։ Ուկրաինան հաստատել է Տագանրոկի եւ Ղրիմի Ֆեոդոսիա քաղաքի նավթային օբյեկտների վրա իրականացված հարվածները։ ԱՄՆ Սենատի հանրապետականները բարդընտրության առաջ են կանգնել Թրամփի առաջարկած 1.8 միլիարդ դոլար արժողությամբ հակազենքացման հիմնադրամի շուրջ։ Նախագիծը նախատեսում է պետական միջոցներով փոխհատուցել այն անձանց, ովքեր իրենց համարում են քաղաքական հետապնդումների զոհ։ Հանրապետական սենատորների գրեթե կեսը կասկածների հայտնել նախաձեռնության վերաբերյալ, ինչի պատճառով հետաձգվել է 72 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ օրինագծի ընդունումը։ Կուսակցության ղեկավարությունը փորձում է գտնել լուծում, որը կկանխի դեմոկրատների կողմից նախաձեռնության տապալումը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Չինաստանի ռազմական հզորացումը լուրջ անհանգստության պատճառ է։ Նրա խոսքով Ասիա երկրները պետք է զգալիորեն մեծացնեն պաշտպանության ծախսերը եւ հնայի առնվազն 3.5% ուղղեն պաշտպանությանը։ Հեքսեթը նշել է, ԱՄՆ նախատեսում էր զինված ուժերում ներդրել 1.5 տրիլիոն դոլար եւ ակնկալում է, որ դաշնակիցներն նույնպես կուժեղացնեն սեփական պաշտպանական կարողությունները։ Նա ընդգծել է, ոչ մի պետություն, այդ թվում Չինաստանը, չպետք է կարողանա տարածաշրջանում հաստատել գերիշխանություն։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը համատեղ պատասխան կտան Ռուսաստանի, Ռումինիայի տարածքային օդաչու թռչող սարքի անկման միջադեպից հետո։ Նրա խոսքով դաշնակիցներին հնարավոր չէ վախեցնել կամ պառակտել, եւ Եվրոպան հանդես կգա միասնական ճակատով։ Վադեֆուլը ընդգծել է, Գերմանիան շարունակել է վճռականորեն աջակցել Ուկրաինային եւ ամրապնդել Եվրոպայի պաշտպանունակությունը։